Հալուս բոլորին։ Վարգան ես ավտոյի շուշեք ընց լվամ, բաղթը սպրել է, որ կովերը չեն թրնում։ Այս ծտերը տնաս ինչ են կեր է, որ սենց ծրտեր են մեր բարոք Փաշյանի պես։ Ահա, մենք ենք դերը մեր երկի շուշեն մաքուր է։ Այս վիդեոյի թեման, որի մեջ կարալնի 25 պլյուս նախապես եմ ասում։ Ես ուզում եմ խոսամ բոլորի հետ։ Բոլորի հետ, այն որ ասում են հիմնական թեման ելելու է եկեղեցին։ Այն որ ասում են, հա, կաթողիկոսը վատնա թո հանեն։ Լավ, հարց չկա։ Հարց չկա, կաթողիկոսին հանեց։ Գնացին ձերբակալին մեզ ազգովի արին խայտարակ։ Հանին վեհարանից։ Հետոյի մասին, որևիցե մեկըդ։ Նախապես էլ եմ գրկնում 25 պլյուս։ Որևիցե մեկը, ունի ինչ-որ, չգիտեմ, դիրքորոշում, ինչ-որ կարծիք, հետոն ինչ հալնելու։ Հա? Ինչ հալնեմ հետո։ Բերեմ նշանակումա, նշանակովի կաթողիկոս, չէ, մենակ ես ավտուն հանգցնեմ, բենզինն էլ է եսի միշքան, 60 մանետ։ Բերեմ նշանակումա կաթողիկոս, իրա ուզած մարդուն։ Լավ, բերին նշանակին մեկ այլ կաթողիկոս, Գարեգին երկրորդին ձերբակալին, որպես տարբերակ։ Ինչն է փոխվելու մեր իրականության մեջ։ Այդ որ ասում եք Գարեգինը վատնա, նա պիտի կալանավորվի, նա պիտի ձերբակալվի, իմ ընկերների մեջ էլ մարդիկ կան, այդպես ասեմ էլի, որ վերցնում են իրանց էջին ճպստում են խլեշմոբ։ Այս որ դրած է Գարեգին երկրորդի նկարը, տակը գրած այս պիղծը պետք է հեռանա։ Արա պահանջողնով է, դուք այդքանը չեք ուզում հասկանաք։ Պահանջողնով է вообще։ Աշխարհի ամենապիղծը Նիկոլ Փաշինյանը, հա? Երբ որ դուք ներկայանում եք այսօր այն մարդիկ, ովքեր ասում են, այո, Գարեգինը պիտի հեռանա։ Եվ մեր Նիկոլ Փաշինյանը, բան այդ, հայ առաքելական եկեղեցու զավակա, ոնց որ ինքն է ասում, խոռոփածինը, հետևորդ է։ Լավ, Աստվածաշնչի մեջ կա պատմություն։ Երբ որ են առևտրականները բերում են Հիսուս Քրիստոսի ոտերի առաջ գցում են մի հատ կնոջ, ասում են, ինչպես խորհուրդ կտա զվարվել այս կնոջ հետ, այս կինը ամբարո կյանք է վարում, այս կինը անառակ է։ Քրիստոս ինչ է ասում, երբ թե դուք այդքան քրիստոնյա եք, այդքան հավատավոր եք, ինչ է ասում, կարդացել եք այդ հատվածը Աստվածաշնչից, չնայած ձեր կարդացած ամենա խորիմաս գիրքը կարա մաքսիմում լինի Նիկոլ Փաշինյանի երկի հակառակ կողմը կամ էլ Կամասուտրան։ Այդքան բան, դուք Աստվածաշնչից այնքան հեռու եք, ինչքան խոզը տուրնիկից։ Այդ պատմության մեջ Քրիստոսն ասում է, այս կնոջը, երբ որ այդ փարիսեցիներն ու դպիրներն ասում են, ինչ ես առաջարկում, մենք հիմա պիտի քարկոծենք, չէ որ նա անառակա բարոքին է։ Աստծո որդին ասում է, առաջինը թող քարնետի այս կնոջ վրա այն մի հոգին, ով ինքն իրեն անմեղ է համարում, ընդհանրապես այս կյանքում։ Անմեղ եք, քարկոծեք։ Հիմա այս նույն պատմությունն է։ Մի հատ լրբի զավակի ցուցումով, ով չի կարողանում, հələ որ չի կարողանում ներսից սպառակտել եկեղեցին։ Այն 3 հոգի են, 3 թուրքի մեյմուն ինչ եմ ասում, Տեր Արամը, ում գովն անում են բոլոր քպականները։ Հղումն անում են Տեր Արամ, առանց հասկանալու, որ նույն Տեր Արամը այդ մեր ոչինչ, ինչ որ է։ Նույն Տեր Արամը մի քանի տարի առաջ, երբ որ հումորային ինչ-որ մի հատ սայթ Facebook-յան գրառում էր դրե Նիկոլ Փաշինյանի նկարով, Տեր Արամը, որ ընդ գրառման մեջ էլ գրած էր, դու ուրիշ հերոսի անուն չգիտես, Տեր Արամը կիսվել էր իր էջով։
Դա չեն տենում մեր քպականները։ Ասում են Տեր Արամը սրբադասման ենթակա է։ Բացի Տեր Արամից մեկ էլ երկու հատ ընդեկան, ջենջազավրներ։ Ուրիշ, ո՞ր մեկն է դուս եկել կաթողիկոսի դեմ։ Ոչ մեկ, չէ, բայց կա գերխնդիր։ Պառակտել ոչ թե Գարեգին երկրորդի շրջապատը, այլ պառակտել եկեղեցին։ Խորը մտածեք մի փոքր։ Բերած դրած մեկ այլ կաթողիկոս։ Խոսք օրինակ, Գարեգինին ձերբակալին։ Մենք խայտարակվանք հերթականը։ Ինչն է փոխվելու մեր իրականության մեջ։ Մոմնա ծրիլնելու, հա՞։ Ինչն է փոխվելու մեր իրականության մեջ։ Այդ որ նկար եք տարածում, այս սրբապիղծը պետք է հեռանա։ Այդքան օբյեկտիվ եք եւ ձեր տեսակով ճիշտ հայ եք, հələ մի հատ էլ Նիկոլի նկարը դրեք, ասեք այս սրբապիղծը պետք է հեռանա։ Նիկոլից բեշբեթար սրբապիղծ որտե կա։ Պարզ օրինակ իր գրած գիրքը։ Հասարակ օրինակ։ Մարտով ղզղնում արձանի պտուկի վրա։ Գարեգին երկրորդը տես գիրքա գրե, որ Գարեգին երկրորդի նկարը դնում եք գրում եք սրբապիղծ, գրում եք խլեշմոբ։ Ովը տես բան գրում նրա նավարին ծծցնեմ ճուրի լուզ։ Դուք թելում եք Նիկոլի թելը, հետո կայնում ասում եք մենք Նիկոլին հա հարիֆա, բայց ոչինչ, հիմի մի հատ խելքի կգա, ոնց խելքի կգա։ Դուք բոլորդ ովքեր կիսվում եք այս խլեշմոբով, գիտեք ովքեր եք։ Դուք ենքան ուղեղը մտածելակերպից կաղում եք, թոփալ եք, որ դուք քննադատում եք Թուրքին, որ 15 թվին ցեղասպանություն արե, միլիոն ու կես հայակոտոր է։ Հələ մեծ ծիծեռնակաբեր ծաղիկ եք խոնարհում սենց։ Այսպես օրմեղսունակի դեմքով, բայց չեք հասկանում, որ հիմի նույն բանն է կատարում ինչ 15 թվին, որտեվ բոլորիս երկրի այդ ոչ բարով վարչապետը Թուրքի օրակարգն է շարժվում։ Սրբազաններա ձերբակալեմ, հիմի կաթողիկոսինա ձերբակալեմ։ Ինչ կատարվեց 15 թվին։ Պատմություն կարդացել եք, թե մենակ Կամասուտրան եք կարդացել։ Ինչպես դոմփել եւ դոմփվել։ Կարդացեք պատմությունը։ Հայ մտավորականներին, հայ հոգևորականներին բոլորին սկզբից օքսիդացեց երիտ թուրքերի իշխանությունը։ Հանեց արանքից։ Ու նույն Գրիգոր Զոհրաբը ով ասում էր, ոչ, թուրքը մեզ չի կոտորի, մորթազերծ էին անում։ Ու հիմա մեր բոլոր մտավորականները, որոնք իրանք իրաց դրել են մտավոր գործիչի տեղ, ձեն չկա, այտենց մարդ ընդ գոյություն չունի։ Էթաց դուրը ծեծես ասես, արա Նիկոլն եկել է նավարիտ քունի, չէ, կասի ճիշտ անում Նիկոլը։ Առաջին պունկտ նախկինն են մեղավոր, երկրորդ պունկտ իմ տնեցիք են անբարոյական։ Նիկոլը մեղավոր չի։ Որտեվ բոլորը դուք մտավորական չեք, դուք լափակեր եք, լափակեր։ Հետո որ ասում եք կաթողիկոսին, թող ձերբակալի կաթողիկոսը վատն է։ Ոնց է Նիկոլը քանդում, ստե հարցը կաթողիկոսը չի, ստե եկեղեցու կազմաքանդումն է, որը որպես պետական կառույց մեզ ինչ է տվել, մեզ, որ այսօր ես, դու, Նիկոլ պաշտպանող դու խոսում ես հայերեն, դա ում շնորհիվ է։ Ապրես, Մեսրոպ Մաշտոցի, բա Մեսրոպ Մաշտոցի գրերի գյուտը, ով է ֆինանսավորը, հովանավորը, ասես տարերը տպի, մեր առաքելական հայ եկեղեցին։ Բան չես խոսում հայերեն։ Եթե Մեսրոպ Մաշտոցի այդ գրերը, այդ ամեն ինչը, գրականությունն ու եսիմ ինչը, եկեղեցին չհովանավոր էր, ամեն ինչ չաներ։ Դու այսօր ինչերեն էիր խոսալու, պարսկերեն, արաբերեն, կամ որ մտնեմ յութուբի մեջ գրում եք, ամոթ է միայն թուրքը տենց կան, ինչն է ամոթ, ինչն է ամոթ, որ ես ասում եմ Նիկոլ Փաշինյանը իծն է բոզի տղա, դա է ամոթ, հե, թե ձեր մտածելակերպն է ամոթ, որ առանց հասկանալու, որ միակ պետական ինստիտուտն է քանդում, դուք գրում եք, այս սրբապիղծը պիտի հեռանա, ընչի, հա, կաթողիկոսը երեխայել ունի, ընչի կաթողիկոսը երեխու մասին, այդ նորը իմացավ մեր, ձեր վարչապ, ձեր սրտի պաբլիտոն, հե, չէ, սաղ էլ գիտեին, բոլորն էլ գիտեին, Գրիգոր Լուսավորիչն էլ երեխա ուներ, մեր առաջի կաթողիկոսը, հետո, եկեք քրիստոնեությունից էլ հրաժարվենք, խի չէ որ, կեսդ կընդունեք մահմեդականություն, կեսդ կյանքի խոսք, կեսդ կընդունեք, չգիտեմ, մարմոնականներ, պենտեկոստեներ, չգիտեմ, խեռակոստեներ, ու տենց, բուդդիզմ ընդունեք, բուդդիզմ, Նիկոլ Փաշինյանի արձանը դրեք, էտա ծծելով, կագրած նման է բուդդային, ու երկրպագեք, հորի չէ որ, ինչ կեղի, ինչ վատ կեղի, ձեր ճակատին էլ լակլեք աղբեք, մենք ենք տերը մեր երկրին, կամ գրեք բարև ձեզ ժողովուրդ ցան,
Խլեշմոբ միանում եք խլեշմոբին։ Ես անվանական չեմ ասի, բայց քեզնից կոնկրետ չէի սպասում։ Որ դու այդ ձև խելացի մարդ լինելով հանդերձ կմիանաս այդ բանին։ Բարիս ամենաուղիղ իմաստով դու խելացի հանձնավորություն ես։ Առանց հասկանալու, որ Նիկոլը քանդում է իմ ու քո եկեղեցին։ Խլեշմոբ են անեմ։ Արա ես խլեշմոբ անեմ ձեր Նիկոլը խույվոր իր կառավարական ամառանոցում նստած։ Խլեշմոբ են անեմ։ Մի հատ էլ հարց։ Ձեզնից շատերը չսիրելով Քոչարյան Ռոբերտին, ես միշտ խոսում եմ օբյեկտիվ։ Լինելով, ոչ թե լինելով, այլ չլինելով, ոչ Քոչարյանի աջակից, ոչ Սերժի, ոչ մեկի։ Ես ոչ մեկի աջակից, չնայած մի հոգի ուղեղից հիվանդ մտա գլեր, այսից արդեն իմացանք դու հանրապետական ես։ Մաղալի կողը նստած կոնյակ էի խմում, երգ էի լսում, ասում էի պարոն Փաշյան, սառը քնե, տակ քնես, պախելնես։ Ես դառա հանրապետական։ Մարդիկ գրին, մենք իմացանք արդեն դու հանրապետական։ Ձեր ուղեղի թռիչքն այդքան է, այդքան եք կարամ թռնեք։ Որտեվ փոքրվաղ փոքրնակ հաց ու ջեմ ուտեք, հաց ու խլինք եք կերե։ Այ մարդ թոթեց լինի, ես չեմ ուզում ձեր հետ քյալատամ, քանի որ դուք ուղեղից այնքան հետամնաց եք ձեր մտածելակերպով, որ չեք կարում հասկանաք, արա ես եմ խայտարակում հային, թե ձեր Նիկոլ Փաշինյանը, ով ասում է կաթողիկոս, եկեղեցին չուլանա, արի մի հատ տես թլպատված եմ, թե չէ, բայց ընդ տենալու բան էլ չկա։ Էդ եմ գալուբո մսկիթ, ես իմ ում խեռնա բաց եմ տենամ։ Ես եմ խայտարակում իմ երգիրը, թե դուք։ Պարոն Փաշինյան հավերժ վարչապետ, ուղեղից ворթնացներ։ Այ հոգեկան հիվանդներ, ու երեք մի հատ ռեպորտաժ եմ նայել, որը նայվի մեջով կիսվել եմ։ Ես իր մարտեսակով շատ եմ հարգում Ռուբեն Մելիքյանին, դատապաշտպան, բայց իր խոսույթի հետ համաձայն չեմ։ Ու եթերանում կրկնում եմ, իմ էջով էլ կիսվել, համաձայն չեմ Ռուբեն Մելիքյան քո հետ։ Դու խելացի դատապաշտպան ես, ճիշտ է։ Մեր ազգին ասում ես, հա լավ, հիմա կաթողիկոսը թո ձերբակալի, նա եւս համարվում է հայրապետ, ընդ ձերբակալված ժամանակ, այնտեղ կնշանակի տեղապահներ։ Ինչի՞ ցավդ տանեմ։ Հա Ռուբեն Մելիքյան ջան։ Ինչի ես պետք է լսեմ քեզ, ես չունեմ քո գիտելիքների 1/10 մասը։ Ես որպես շարքային հայ, ինչի պետք է լսեմ քեզ, դու ինձ կոչ ես անում համակերպվել իրականության հետ։ Ինչի՞։ Կոչանողնով է այդ կաթողիկոսին ձերբակալելու Նիկոլ Փաշինյանը, այն որ ասում էր վնգստացող դատավորներ, օրենք չի խախտել Նիկոլը, խախտել է։ Այն որ քո գործընկերոջ Կոչուբաևին է ձերբակալե, օրենքի խախտում չի, խոսքի ազատությունա չէ երկրում, խախտել է։ Այն որ ասում էր դատարանների դահլիճ բակերում կկախենք դատավորներին։ Չի խախտե օրենք, խախտել է։ Բա ինչի՞ ես ցավդ տանեմ դու ասում, եկեք համակերպենք, որ Նիկոլը հրամ, ինչի՞ պետք է համակերպվեմ։ Խի պետք է համակերպ։ Նիկոլով այ որ ես Նիկոլի օրակարգի հետ պետք է համակերպվեմ։ Խի պետք է ես չեմ համակերպվում։ Նիկոլը իր քաշով մեկ ոսկի դառա, ոչ մեկ իրավունք չունի։ Եկեղեցուց կաթողիկոս ձերբակալած անի դուս, որ սաղ աշխարհը խնդային վրա, ձեր վրա, բոլորիս վրա։ Ու հետո 26 թվին որոշակի քաղաքական ուժեր հելեն ասեն, մենք գնում ենք ընտրության վերականգնելու Հայաստանի արժանապատվությունը։ Ոչ, դուք սկզբից մի թողեք արժանապատվությունը հավասարվի գետնին, հետո ինձ ձեր վերականգնելը պետք չի։ Սկզբից մի թողեք հավասարվի ցեխին։ Նույն օբյեկտիվ փաստում իրականությունը, ով ուզում է ոնց ուզում է թող հասկանա։ Նույն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչյանի աջակիցները, ովքեր այսօր կռիվ են տալի, հա, ասում են կաթողիկոսին իրավունք չունեն ձերբակալել, ու ճիշտ են ասում։ Բայց դուք մեկ այլ մոտեցում ցույց տվեցիք, երբ որ Միքայել Աջապահյանը հելավ ասեց, թող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչյանը հեռանան քաղաքականությունից, որ սա ժողովուրդն ու ազգը տենան սրա արածը ինքը հղում անելու տեղ չունենա, որ նախկինների վաղ սենց էր, հմի եսի յոլլա տարեք։ Հելա քլնգիկ Միքայել, ինչի Գարեգին Եգորթը իմ ու ձեր եկեղեցին է, Միքայել Աջապահյանը իմ եկեղեցին, չի։ Միքայել Աջապահյանն է ինքն էլ է իմ եկեղեցու ներկայացուցիչը։ Ու ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Գարեգին Եգորթը երբեք չի հայտարարել, որ եկեղեցին ես եմ։ Ոնց որ Նիկոլ Փաշինյանն հայտարարում, ասում է կառավարությունը ես եմ, դու ես կառավարությունը, այ խեռի գլուխ։ Առնանդամի գլխիկ։ Դու ես կառավար։ Կա որ հելը Նիկոլ Փաշինյան խոսում ես, գլխից ավելի բռնես։
Հելնեմ գոռում ես, ասում ես նորագույն Հայաստանի պատմության մեջ մենք պիտի հրաժարվենք պատմական Հայաստանի խոսույթներից, հարց չկա։ Եթե դու տենց ես մտածում, այդ հարցը տալիս եմ բոլորին։ Քերեք հրաժարվեք ձեր հորից, ձեր մորից, ձեր երեխեքից հրաժարվեք։ Խի չէ որ։ Ասեմ խի, դուք ասում եք հրաժարվենք պատմական Հայաստանից։ Ոնց եք դուք դա պատկերացնում։ Ձեր պապաները, ձեր մամաները, ձեր տատիկներն ու պապիկները ծնվել են պատմական Հայաստանում, այո, թե չէ։ Ձեր երեխաներից շատերը շափահաս ծնվել են պատմական Հայաստանում։ Ճիշտ է, թե չէ։ Իրանց գլխուղեղի մեջ, գանգուղեղային կափարիչի մեջ ձևավորվել է պատմական Հայաստանի կերպար։ Բա եկեք հրաժարվեք դուք ձեր հորից մորից։ Չէ, բա ես խի պետք է Նիկոլ Փաշինյանի ուզելով հրաժարվեմ պատմական Հայաստանի գաղափարախոսությունից, որ Նիկոլ Փաշինյանն է տենց ուզում։ Որևէ մեկը կհրաժարվի իր հորից մորից երեխեքից։ Չէ։ Խի պետք է ես հրաժարվեմ։ Դու ով ես փսլինք։ Հրաժարվեք պատմական Հայաստանի գաղափարին, չի պետք է հրաժարվեմ։ Որպես ինչ ուզողը դու ես մեկել Էրդողանը, ջղթիտել փաթեմ։ Բայց չէ, մենք կուլտուրական ազգ ենք։ Մենք կմտնենք հիմա Տիգրանի եթերի տակ կգրենք խուժան, քֆուր տվող, կուլտուրական խոսա մենք լսենք։ Տիգրանը ձեր համար բան չի, չգիտեմ, ձերի միկրոֆոն չի, եսի միշի, Տիգրանը խոսում է իր առողջության հաշվին, որ դուք փորձեք ձեր ուղեղից օգտվեք, յութուբյան օգտատերեր ջան, անկախ ձեր կուսակցական պատկանելությունից, կամ չսիրելով Ռոբերտ Քոչարյանին, այդ հարցը պետք է տամ սաղիդ։ Ելի եմ կրկնեմ, ոչ Քոչարյանի դատապաշտպանն եմ, ոչ Սերժի։ Չեք սիրեմ Ռոբերտ Քոչարյանին, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, հիմնավոր կամ անհիմն, դրա իրավունքը դուք ունեք։ Որպես հայ, բայց երբ որ ասում եք Քոչարյանի հերը թուրք է, հմի հարց, բա դուք եք ձեզ անվանեմ հայ, հե, ընես հետարքիր անձի, հեսակ բերեմ հասարակ օրինակ, դուք ասում եք Քոչարյանի հերը թուրք է, չէ, Քոչարյանը կառավարել է Հայաստանի Հանրապետությունում 98-ից 2008 թվականները, դուք 10 տարի ուզում եք ասեք, որ Հայաստանի Հանրապետությունը թուրքա կառավար է ու դուք լուրջ ձեր տան մեջ նստած համակերպվել եք այդ իրականության հետ, հա, ոնց հա տենց լնեմ, ուրեմն մի թուրք էլ դուք եք, եթե Քոչարյանի հերը թուրքա, սխալ եմ ասում, համեմատություն եմ անեմ, պարզ բարդ մաթեմատիկական խնդիր չի, պարզ համեմատական, եթե դուք ասում եք, ձեր խոսույթն է Քոչարյանի հերը թուրք, հա, ես Քոչարյանի դատապաշտպանը չեմ, պարզ տրամաբանություն, ուրեմն նշանակում է 10 տարի ձեր ասած Քոչարյանն է, չէ՞ ձեզ ղեկավարը, ուրեմն մի թուրք էլ դուք եք, դե շարունակեք ասել Քոչարյանը թուրք է, ես էլ բարիս ամենաուղիղ իմաստով աչք չոտամ, որ թուրքը դուք եք, բայց եթե դուք հայ եք, արժանապատիվ հայ եք, չեք ծերպիտարեք Քոչարյանին, հե? Չեք Քոչարյանի վախտով ձեզ հպարտ զգացել, որ դուք հայկական Արցախ ունեք, չեք Քոչարյանի վախտով ձեր ասելով գնացեք քեշ փողով ընտրակաշարք վեկալ է, որ ընտրություն ան, չեք վեկալ է, թուրքի բաժանած փողը ձեր ասած եք վեկալ է, հե? Կամ, որ ասում եք Սերժ Սարգսյանը եսիմինչ, նույն Սերժ Սարգսյանի ժամանակ, ձեր ասելով 5 կիլո բրնձով, դուք ձեր ձայնի իրավունքը ծախել եք, այդքանով հանդերձ կարամ ասեմ, այդ դիշովք եք, դուք ով եք, որ իմ երկրի օրակարգը որոշեք, դուք 5 կիլո բրնձով կամ 10,000 դրամով ծախել եք ձեր ձայնը, ձեր երեխու ապագան, դուք եք ասում, օգնություն էին բազնեմ, մենք էլ ստիպված ընտրեմ ենք, ինչի ստիպված, Տեր Արամի պես էիք ընտրեմ, փաստորեն Տեր Արամները մեր երկրում շատ են, ով էր եկե իր խեռակոխ նավարիտ բերան, ասեմ կնա Քոչարյանին ընտրի, կամ Սերժին ընտրի, ոչ մեկ չէ, դու փողը քեշ վեկալը մեիր, այդ ձև գծուց հոգեբանություն ունեք, փողը վերցել եք, տեղում ասել եք մերսի ցավետ տանեմ, այդ ենց եք դուք ասած, ձեզնից հարուրներն ու հազարները, գնաց է ընտրել եք, փողը ծախսել եք, ձեր վրա, ձեր երեխու վրա, պիվա եք խմե, կայնակ եք խմե, ձեր կնգան ոսկե ցեպեք նվեր առե, խոսք օրինակ, կամ մի հատ մատնիկ, բիժուտերիա, խոսք օրինակ, 10-20 հազար դրամով, հետո գնացել եք, նստել եք տելևիզիայի առաջ, երբ որ ըրդրության արդյունքներն է ցույց տվել, վայ ասել են, էսի էլի հաղթեց, աղջի տեսար ոնց հաղթեց, բա ծախված էր ընտրությունները, առանց հասկանալու, որ մի ծախվածի տեսակ էլ դու ես,
Սխալ եմ ասում։ Ով ոսկուզի դու հասկնա։ Հələ դուք ձեր մեջ մանեք եք այդ մեղքի զգացումը։ Համ խոսում եք ընտրակաշառքներից, ընտրակեղծիքներից, մի հատ պիցցա ծրող կա, Հարություն Մկրտչյան, այն գրդոնչին։ Ուսմա կաթողիկոսը չպետք է կաթու, դու ես այդքանն ասում, այ բոզի տղա։ Տղա էլ ամիշ սլեմ Արամ Զավենովնայի վեցնոցնա, ոնց որ ասեն շոֆերի շոֆեր, էլի։ Ասма Երևանը պիտի դարձնեն Վենետիկ։ Երևանն եմ ասում, Էջմիածին է։ Արա այ ագարձյուն, դու Էջմիածում քեզ որ ձեն տալի ասում են հարուտ ապեր, այն անգամ ասի։ Բրատ հələ կային երկու բար զրուցենք էլի, անչես կատվա մկանպես փախտեմ մտեմ ավտո գազ տալի քշում։ Հե։ Անչես վազն փախտեմ։ Եթե այդքան տղա ես, տղամարդ ես, տղայա լամիշը սլեմ ես ու են եթերում։ Դուք մենակ Facebook-ով եք տղա։ Դուք էտա ձեր տեսակը։ Դուք մենակ պատասպարված լինելով ՊՊՑ, ՑՑՑ, ես իմ ՖՑՑ ուժերի հետևը մի 5-6 շարք։ Նիկոլի պես, մենք ենք թերը մեր երկրի։ Հոգեկան հիվանդների իշխանություն։ Ու ես զարմանում եմ, որ մի ԱԱՑ աշխատակիցը կամ քննչական կոմիտեի աշխատակիցը, ով իր գիտակցական կյանքի ողջ ընթացքում առնվազն մի քանի անգամ մտել է հայ առաքելական Սուրբ եկեղեցի, պիտի գամատնի վերա, որ կաթողիկոս ձերբակալի։ Բա դուք մտածում եք ես ինչ ձևով եմ խոսալու ձեր մասին, հա։ Էլի եմ կրկնում, եկեղեցին իմ համար, դա եկեղեցի է, այդ իմ պատմական, իմ կրոնական կառույցն է, ով ոնց կուզի դու հասկնա, ընդ հարցը ոչ Գարեգին երկրորդն է, ոչ չգիտեմ դպիրները, սարկավակները, քահանաները ամուսնացյալ կամ կուսակրոն, ոչ աբեղաները, ոչ եպիսկոպոսները։ Ես նայում եմ դա իմ հավատքի կենտրոն, ինստիտուտ, ով ինձ տվել է հայկական գիրուկ գրականություն, ով ինձ տվել է հայկական մտածելակերպ, ով ինձ օգնել է մնալ հայ, որպես իմ էությամբ, իմ ազգությամբ, իմ էթնոսով, իմ պատմամշակութային ժառանգությունով։ Հիմա ես պետք է օգնեմ իմ եկեղեցուն, որ իմ եկեղեցին չկազմաքանդվի։ Ասեն ոնց է կազմաքանդվում, եւս մի օրինակ։ Հանին, տարան ձերբակալին, ձերբակալին տարան Գարեգին երկրորդին։ Կներեք, ես էմոցիոնալ խոսալու եմ, որտեվ երեկվանից գլուխս տրաքում է ցավից։ Բերի դրին մեկ այլ մարդու։ Այդ մեկ այլ մարդը ինչ անեմ առաջնահերթ։ Հե? Մեծ առաջի, եթե այդ տվյալ մարդը ներդրվեց Նիկոլի կողմից, այսինքն ինքը ունի Նիկոլի մտածելակերպը, չէ՞։ Որպես խաբարբզիկ պոռնիկ։ Կանչում է հերթով հոգևորականներին, որոնք չեն հարգում այդ մարդու մարդ-տեսակը։ Նա չի ընտրվել տիեզերական ժողովով հոգևորականների, նա ուղղակի նշանակվել է։ Բայց եկեղեցին հոգևոր կառույց է։ Եկեղեցու կաթողիկոսին վեհին ընտրում են մեր եպիսկոպոսած դասը, մեր հոգևորականները, մեր պատրիարքությունները, այլ ոչ թե ժողովուրդը։ Եթե այդքան վատն է ժողովուրդը, Նիկոլ Փաշինյան, մի քիչ շեղվեմ։ Եթե այդքան վատն է, ասում եմ, Գարեգին երկրորդը, անցկացրա հանրաքվե։ Ես դրան եմ համաձայն։ 14 միլիարդ է պետական պարտքը, 3 միլիոն դոլար հատկացրա, թող ժողովուրդը, հայ ազգը, գա մտնի, գալշկա դնի, դու ուզում ես, որ Գարեգին երկրորդը ձերբակալվի, այոտ կամ ոչ, ու տես ոնց է հայ ժողովուրդը թափ տալի նավարիտ բերանի մեջ, որ բյուլետենները սկսում ես հաշվել, սպլաշտոյ գրածալն եմ ոչ, 30%-ի վրա էլ գրածալ եմ Նիկոլ Մամադ քունեմ ես, հələ հաշվեք էլ այդ բյուլետենները, խես խիչ ես անեմ այդքանը, բասում ես ես ժողովրդավար եմ, ժողովրդի կամքով եմ առաջնորդվում, բա կազմակերպի, դու ասում ես ես աշխարհիկ իշխանություն եմ, բայց իրավունք ունեմ, բանան եմ, իմ քիթը խոթեմ հոգևոր իշխանության մեջ, դու ով ես որ խոթես քո քիթը, եպիսկոպոսը դա եկեղեցի չի, ոնց է լավ եպիսկոպոսը եկեղեցի չի, հե, բա ով է եկեղեցի, դե դու Մարայիկը, Արսեն Թորոսյանը, թե Պլինջ Լենան, բա ով է եկեղեցի, եթե իմ եպիսկոպոսը չի եկեղեցին, արքեպիսկոպոսը չի, աբեղան չի, բա ով է եկեղեցին, մարդիկ ստանալով համապատասխան կրթություն, իրանց կյանքը նվիրել են Աստծուն, իրանց լավ ու վատ կողմերով հանդերձ, մինուս պլյուսներով հանդերձ,
Որտեվ իրանք իրանք էության մարդ են մնում, իրանք չեն սրբադասվում։ Ճիշտ է, ճիշտ է։ Բա անցկացրե այդ հանրաքվեն։ Անցկացած ու մի հատ ես էլ եմ ուզում տնամ իմ ազգի, իմ ժողովրդի որ մասը կետակասի, այո, ձերբակալի ու հերթական անգամ ազգային խայտարակության մեծ խարանը սենց դրոշմի մեր ճակատին, որ ողջ միջազգային մամուլը ցույց տա, որ կաթողիկոսը ձերբակալվեց Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ո՞ր Նիկոլ Փաշինյանի։ Այն որ գնացել Թրամփին ասում էր, «Անտի հիշում ես»։ Prime Minister, այն հոգեկան հիվանդի աշկերով։ Մեկն էլ մտնել YouTube-ի մեջ գրել էր լավ մոնտաժ չեք արել։ Մեր Փաշինյանը գեղեցկադեմ տղամարդ է։ Արա տիրություն արեք ձեր խելքին։ Գեղեցկադեմ տղամարդ։ Ուй։ Որ չեն ասեմ գեղեցկադեմ տղամարդ, ոնց որ ջայլամին ասեն, չգիտեմ, դա սիրամարգ։ Կամ ինչին էլ տնգլամականն ասեն սիրամարգի գեղեցկություն ունի։ Շատ գեղեցկադեմ տղամարդ է, մանավանդ իր հոտած ատամներով։ Մանավանդ կոֆե բերեմ։ Չի ձեր Նիկոլ Փաշինյանը։ Принеси подай иди нахуй не мешай։ Այդ կարգախոսով ապրող չէ ինձ ինքը։ Էսի մի հատ պայքար։ Արա դուք մի հատ հələ գնացեք հայլու դեմ կանեք, կապ չունի տղա թե աղջիկ, մի հատ ձեր էլած չելածը ստուգեք։ Կարողա փոքր վաղ ձեզ թլպատել են, բայց դուք տեղյակ չեք։ Խլեշմով կաթողիկոսի դեմ, ես խլեշմով անեմ ձեր նավարի դեմ, դուք խույվոր եք, բոզի բալ եք։ Հասկացաք ինչ եմ ասում։ Ստե հարցը կաթողիկոսը չի, բայց կաթողիկոսը այս պահին ներկայացնում է իմ առաքելական սուրբ եկեղեցին։ Ուստե կան քաղաքական ընդվզումներ։ Եկեղեցուն պաշտպանելու ենք։ Պաշտպանեք, բա հելեք պաշտպանեք, չուզողնել թող ես ելնեմ։ 2-0-2 հոտով ձեր կողը կայնացեմ։ Լրատվական դաշտում, այս բան ես չեմ կարա մտնեմ Հայաստան։ Հելեք պաշտպանեք։ Հելեք ասեք ես մի կողմ եմ թողում իմ բոլոր տարաձայնությունները։ Ասուլիս տալու փոխարեն ձեր ռեսուրսի 1/100-ական մասը ծախսեք։ Ձեր ֆինանսական կարողության կծախսեք, չէ, բա հետո ինչ հայրենասիրությունից պետք է խոսակ։ Հե՞։ Ինձ պետք է համոզեք, որ դուք եկել եք վերականգնեք իմ արժանապատվությունը ազգային։ Ոնց։ Եթե ողջ միջազգային մամուլը կրկնում եմ, դի ցույց տա, որ ամենայն հայոց կաթողիկոսին առաջի քրիստոնյա երկրում ձերբակալեցին եւ դուրս բերեցին վեհերանից։ Դուք չունեք այդքան ռեսուրս, որ կարողանաք իմ ազգային արժանապատվությունը վերականգնեք։ Ուզում եք դուք ձեր քաշով մեկ ելեք ոսկի։ Ձեր տնեցիք հետ միասին։ Չեք կարանալու։ Ով ուզում է դա լինի։ Ով ուզում է լինի, դա լինի Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Ժիրայր Սեֆիլյան, չգիտեմ, Վարդան Ղուկա, չեք կարանալու վերականգնեք մեր բոլորի ազգային արժանապատվությունը։ Նամուսը գցում են շանդեմը, շունը չի ուտում։ Հիմա մենք նստե համակերպվել ենք, թե մեր նամուսը երբ պետք է գցեն շանդեմը, մենք էլ նայենք, շունը ուտում է թե չէ, ինչի։ Խի։ Ով է մեզ այդ ցած կզելու օրակարգը սովորցնեմ։ Խեք դուք մեզ պարտադրում, որ ես պիտի համակերպեմ Նիկոլի օրակարգի հետ։ Խի, էլի եմ ասում, կաթողիկոսին փոխեց, ինչ է լավ, ինչ է լավ։ Նոր կաթողիկոսը, որը շարժվելու է Նիկոլ Փաշինյանի օրակարգով, կանչելու է, մոտ ասի, հələ եկեք։ Արքեպիսկոպոսն է ջան, հələ եկեք։ Դու ես ինչ պաշտոնին ես նշանակված, կամ հմի ցուցմունք ես տալի Գարեգինի վրա, կամ ես քեզ հեռացնում եմ այդ պաշտոնից։ Էլա որ եկեղեցին սենց ծվեն արեց։ Հա։ Որը տևելու ընդամենը ամիսներ։ Կազմաքանդվեց միակ ինստիտուտը, որը 1700 տարի կանգնած եղել է իմ ազգի իմ ժողովրդի կողքին։ Հա։ Բայց այդ խնդիրը, ստե Գարեգինի հարցը չի խնդիրը։ Դեռ նայեմ ես ասես անորոմ առաջինը։ Ընծաներով, այդպես լավ չի, չգիտեմ, դա 7 հատ էլ կույս աղջիկ գրգեիր Նիկոլ Փաշինյանին, այս կույս աղջիկ հրգմանին չանի Նիկոլ Փաշինյանին։ Էնի մատով ակարը մի բանանի, էլա չի կար, մեկը լեզվով, լեզվանի ասմա գարոսկոպով։ Նվերներ աղրգեմ, ասմա, ես մտահոգ, սենց էլ մետ նկար ատր է։ Ես մտահոգ եմ Հայաստանյան գրավարության դրած քաղաքականության վրա, մտահոգ ես հելի արի Հայաստան։ Դու հելի արի Հայաստան, չգիտեմ, ընդ Երուսաղեմի թեմի առաջնորդը թող գա, եկեք կանեք ձեր հոգևոր եղբոր կողքին։ Ինչու՞մն է խնդիրը։
Դուք էլ հո Հայաստանյան հոգևոր դասին կոչ չեք արել մասնակցել հանրահավաքներին։ Ձեր վրա չկա, չէ՞ քրեական գործեր։ Բա եկեք կանգնեք կաթողիկոսի կողքը, եթե դուք այդքան նվիրյալ եք հայ, ձեր խոսույթով եմ ասում, հայ առաքելական Սուրբ եկեղեցու ծիսակատարությանն ու ավանդաբաշխությանը, այդպես ճորոմ ճարեր ասելով չի է։ Կիլիկյո հայ թեմի առաջնորդ, այս պահի դրությամբ հայազն ու հայ ժողովուրդը ունի քո կարիքը, որ դու գաս Հայաստան կանգնես Գարեգինի կողքին, մտնես վեհան, ասես սա իմ հոգևոր եղբայրն է։ Սա ամենայն հայոց կաթողիկոսն է։ Եթե գալու եք ձեր երկրորդը Արցախահանձն է, Գարեգին երկրորդը 120,000 արցախցու թողել է տնավեր, բնավեր։ Գարեգին երկրորդի ստորագրած թղթի համաձայն Քարվաճառում կամ եկել հայկական բնակավայրում հայը իր ձեռով սարքած տունը վառե դուսա եկե, որ չմնա Թուրքին։ Էդ արե Գարեգին։ Բացարձակ ոչ մի ձև չեն տողում խոսամ։ Անջը դմնա։ Ահա միացավ։ Գարեգին երկրորդը այդքան արցախցու թողել է բնավեր տնավեր։ Հա։ Չէ։ Գարեգին երկրորդը այն կաթողիկոսն է, ով միջազգային շատ ու շատ հարթակներով հելավ ասեց Արցախը պիտի մնա հայկական, Արցախում գտնվում է մեր հոգևոր ժառանգության հսկայական մասը։ Իսկ ինչ արեց ձեր Նիկոլ Փաշինյանը, ում ձեր էտա դելոյի պրոշներ քաշել եք իր ձեր դրա գլխուն, պաշտպանեք։ Ինչ արեց։ Հասարակ օրինակ, Արցախում մորթված պապիկը հայի գենոմ էր պարունակում իր մեջ, թե ոչ։ Հարց ձեզ բոլորիդ։ Այն որ քաշին ու բերին մորթին, վիզը կդրին։ Հայ էր ձեր համար, ձեր հոգին ցավում, հա։ Խափում եք քունեմ լավներդ, ձեր հոգին չի ցավում։ Այդ նույն Արցախի պապիկ մորթողին Մոսկվան որ բռնեց, ասես Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինչ անեմ, ասին բաց թող դու էթա։ Նույն բանը կարականեք բոլոր հայերի հանդեպ դուք այդքան պղծված տեսակ եք, պիղծ։ Այն բարոյապես սպորնիկներ են ելեմ, այդ դուք այդ պիղծ տեսակն եք։ Էլ եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը հետ կանչեց բոլոր միջազգային բողոքները Ադրբեջանի նկատմամբ, ինչի՞։ Խի։ Զինվորական մարդասպանը դադարեց մարդասպանելուց դառավ լավ մարդ։ Հա։ Էդա ձեր մտածելակերպը։ Մենք առանց նախապայմանների Թուրքիայի ճամփեն բացենք։ Թուրքիան ձեզ ասել է կներեք, ես վաղտին ցեղասպանել եմ 1,5 միլիոն հայ, ըստ իմ տվյալների, բայց 6 միլիոն փաստացի, որ դուք գտնեք Թուրքիայի ինչ որ հարաբերությունների հաստատման։ Հա։ 1200 քառակուսի կիլոմետր թուրքական մամուլներ տպե, պատրաստվում է զիջի Սյունիքից։ Ուր եք։ Անդիմադիր թև, ուր եք։ Կզիջի ինչ կասեք հիմա, հետո։ Մենք քիչ էինք, մենք չկարացանք բանանենք ազգային ժողովում, բա դուք վին խեռին եք պետք։ Հե։ Արցախ հանձնես չկարծակ բանանեք, չգիտեմ, Տաուշկիրանց ես իմ ինչ հանձնես չկարծակ բանանեք, 15 տղա վարվավ չկարծակ բանանեք, ջերմուկի դեպքերի վրով չկարծակ դուք ձեր քաշով մեկ ոսկի դառնաք ու ասեք, արա այ անմեղսունակ, գոնե սքոր հայտարի այդ 240 քանի հոգու զոհված օրը, չկարծականեք։ Հիմի կաթողիկոսա պատրաստում ձերբակալի, դուք չեք կարեն ոչ բանանեք։ 1200 քառակուսի կիլոմետր տարածք պիտի զիջի, դուք չեք կարեն բանանեք։ Բա դուք ինչ եք կարեմ անեք։ Հե։ Ինչ եք կարեմ անեք։ Մեկը մյուսին քլնգեք, կռիվանեք ազգային ժողովում, հելեք փողոցում արեք։ Какая нахуй разница, где անդե я փողոցում։ Փողոցում, հա, փողոցում կարող է միամիտ կողից կողից շատ մարդ տենա, չէ։ Որ հետո ասեն, արա այ ախպեր, նոր իրար մեր եք քերֆեմ, անչեք իրար հետ եմ կամանձիրովքի։ Հե։ Ես ոնց ալեմ նոր իրար բալաու մեր եք քերֆեմ, դուք իրար հետ եմ կամանձիրովքի։ Ոնց ալեմ։ Ոնց ալեմ դուք Սերժ եք մերժեմ, Սերժ եք քլնգեմ, բայց Սերժի ձեր ասելով կարած սահմանադրությամբ 7 տարի իշխանության եք։ Ոնց ալեմ այտենց։ Ոնց ալեմ որ ձեր ասած նախկին թալանցիների հետ օրթախ գործեր եք անեմ։ Իսում եք դրա էշի տեղ, այ բոզի տղեկ։ Բոզի տղեկ բոլոր նրանց, ովքեր փորձում են ինձ ու մի քանի մարդկաց դնել էշի տեղ։ Ու բոզի տղան բոլոր են մարդիկ, ովքեր խաղում են իմ ազգային արժանապատվության հետ։ Ասում կաթողիկոսը վատնա թո ձերբակա էլի, վատնա, ես էլ եմ ասում, խոսքի վատնա կաթողիկոսը, բայց կաթողիկոսը ներկայացնում է իմ եկեղեցին ամբողջ աշխարհի աչքի առաջ։
Քվեարկություն անցկացրա։ Ռեֆերենդում քվեարկություն անցկացրա։ Հա ժողովրդի տնանք որ մի մասնա ուզում, որ կաթողիկոսին ձերբակալեն։ Բացից քո խլին կուտող մեծացող զոմբի լենդից։ Ովքեր հավուբատ դոմփելով իրանց գեղի այդ գոմից դուրս չեն եկե։ Քալամ նիշքանա։ 100 մանետ, բեր արաղը փոխեն գետա։ Կարմիր թշերով գանգուր բեղերով։ Ես Նիկոլական եմ։ Հացելնի 1000 դրամ, ես Նիկոլին եմ ընտրելու։ Ինչի՞ մար։ Որ վաղը քեզ ասի միսը թանկացել է սող կերեք, ձեր Նիկոլ Փաշինյանը։ Դու սարի քո պապական տնից, հանձնում եմ Ադրբեջանին։ Խաղաղության եմ գնում։ Դու էլ ասես վայ, դե որ վարչապետս ասում է, ինքը խելացի մարդ, ինքը մի բան գիտի որ ասում է։ Չէ։ Բայց որ ես ասում եմ, հայ ես հելի տերելի քո արժանապատվությանը։ Մի թող մեզ խայտարակեն աշխարհով մեկ, էսի քֆուր բերանք դա, էսի էսան յապտի բռնեն դադեն։ Հետո ասենք բռնին, ընձի բռնին։ Որ ասում է դե ծապտվեք, ծերից բռնեք, թափտվեք։ Ձեր սիրտեն յուղոտվավ, խոսք օրինակ։ Կամ ինչի հիմա վրա պիտի բռնեն։ Որ ասում եմ Նիկոլը բոզի տղա է, խոսքի ազատություն է։ Չէ։ Կաթողիկոս ասում է սրբապիղծը։ Ինչի՞։ 15 տղա վառվավ ընտան մեջ։ Նիկոլ Փաշինյանն էր թե Գարեգին Եգորտն են նստավ կառավարության շենքի մեջ, ասեց բենզինը քսեն են, տղեկ վառվել են։ Հե՞, առանց նախաքննության, առանց հետաքննության։ Գարեգին Եգորտն է, թե Նիկոլ Փաշինյանն էր 2 անգամ ելույթ ունենում ՄԱԿ-ի գագաթնաժողովին եւ մի անգամ չէր խոսում, որ մենք որպես երկիր ունենք խախտված տարածքային ամբողջականության այդ հատված Վարդենիսում ջերմուկում իհարկե Նիկոլ Փաշինյանը։ Կաթողիկոսին տվեցին ՄԱԿ-ում ձայնի իրավունք։ Գնաց չբարձրաձայնեց այդ հարցերը։ Նիկոլ Փաշինյանի պես կայնեց գոռաց ապագա, հա։ Ոչ, այդքան արած ձեր Նիկոլ Փաշինյանը, ում չեղած ամորձապարկը դուք հոտոտում եք։ Լավ նավատնա մերնա թոմնա։ Փալասա քրչամ, այսինքն եթե դուք համակերպվել եք, որ երկրի ղեկավարը կարալնի քրչ ու փալաս, ուրեմն մի քրչ ու փալասալ դուք եք։ Որտեվ ասում է ռիբակա վիդիտից դալիկա։ Հոգևոր կապ կա ձեր մեջ էլի, այն ավատարի կինոյի պես ձեր պոչերով սենց կողել եք իրար որ ու ապրում եք։ Կաթողիկոս են ուզում ձերբակալեն, քննչական կոմիտեի աշխատողներ, զգույշ կլնեք։ Որտեվ մե հոգի անուշ ախպեր հելա իմ հետ կապի։ Անուն ազգանուն հայրանուններով սենց գալու է իմ մոտ, որ մեկնա մակագրե, ստորագրե ու կաթողիկոսին գնացե ձերբակալելու։ Նայեք ձեր տունը չդառնա սեռական պոլիգոն, դոգին երանի եք տալու։ Դոգին դուք երանի կտակ, դոգի բառամթերքի։ Է որ մտնում էր ձեր նավարին սենց փումփուլիգներով ծծնելով դուս էր կալամ։ Երանի կտակ։ Ես չունեմ, թե անդո, ես իմիջ, ես չունեմ ծանոթներ ու դիվանագիտական անձնագրեր, ոչ մեկին չեմ բաժնել, չեմ էլ պատրաստվում բաժնեմ։ Ես մեմ ծծնելու եմ ձեր նավարին չուրի լուզ։ Որ սաղ ազգը իմանա ձեզ անուններով, ազգանուններով, պաշտոններով, տան հասցեներով, գալում է այս SMS-ն։ Ոչ WhatsApp-ով, ոչ մի տեղով չի գալու։ Այդպես բաներ չստուգեք։ Ուրիշ տեղով ա գալու։ Տեմուով ա գալում։ Այն տեմուը, որտեղ Նիկոլ Փաշինյանի աղջիկն զակազերտվե պասիլկա։ Այսա քանալ է, սենց, ռեզինե պասիլկա։ Ասմա նավակ ճոճողի ճոճանակն փչացերա։ Բա։ Այն որ մտել էր մեր ընկերներից Լայր Չոբանյան էջիտակ գրել էր, եղբայր անհարիր է։ Այդ անհարիր չէր Երևանի փողոցներում հայկական տրաֆարիդների վրա գրել Թալյատ ու Էնվեր, Լայր Չոբանյանի գրածը անհարիր էր։ Հա։ Այդ անհարիր չի մեզ ազգովի խայտարակել աշխարհով մեկ, բայց ինչ որ Facebook-ում գրառումն է անհարիր, հա։ Լուրջ եք ասեմ։ Արասրած մարազմը գիտեք որտե է։ Մարազմացիկ բոզի բալեք։ Քոչարյանի վաղտ մարդասպանություններ, Սերժի վաղտ բեսպրիձել։ Արա, այ բոզի բալեք, նույն Քոչարյանի ու Սերժի պատգամավորների հետ դուք նույն դահլիճում նստած եք, ում եք էշի տեղները։ Ում եք դուք եզի տեղ դնեմ, այ խզրի եզեր։ Դուք եք այդ մարդկանց հետ ասուխոսի մեջ։
Մենք ճնջղուկ են, երեք տեսանյութը կրկնվավ, էլի մոտոս, ցալքի աղվամազ են, փետրվարի 31-ը, շվաբրկ շողագորկ են, Լևոն խելոք մնա, արա քոչ, Լևոն Քոչարյանը, որ կողդ քաքի, դու վախից կմեռնես, այ գանդիլակ, ես Լևոն Քոչարյանի դատապաշտպանը չեմ, բայց իրականությունն է պետք ասել, Քոչարյան Լևոնը, որ կողդ քաքի, դու հոտից ու վախից, Են ջայլաների պես գլուխդ կողես ավազի մեջ կասես ես մեռա, հենց նոր մեռա, երեք էի մեռա, այսօր խաբարն եկավ։ Տղա էլ ամի շիկլն են, որտեվ դրան ետևում 50-60 հոգի գանգուր բեղերով, խուճուճ մազերով պարեկներ են կայնած դրա համար, հա? Լրիվ աղբի բալակի հավաքածու։ Են ձեկան գողը, են գեղարքունիքի, գյադա դու էտ իմալ տուպու ես, հե? Այտա, են որ էտա տղայլամի շակել ես ազգային ժողովում, են որ ասիր, եթե մի հատ օգնություն, բարեգործություն ցույց տան, ես 8 անգամ կզռամ էշի պես, զռալ էլ ասում, ներողություն կխնդրիմ, եթե ցույց տան, որ մի հատ բարեգործություն արա տաշիր սամոն, դու զռալու ես, թե ներողություն ես խնդրելու, բայց ջիգարով տղա, գիտես, ասում էր 41 թվին իմ պապա Ղարաբաղում կռվել է, սեպտեմբեր, տգետ, կայով չէ, կայով ուրիշ բանա, որը կարամ հրամսինեմ քո Փաշինյանի մարդին։ Կայով կոչվում է հեցի տնօրենը, բայց ընդ կայով չի, ընդ կայով է։ Սա ես ներողությունը սկսելու եմ հաշվել այ խազարի ես։ Այն որ Լևոն Քոչյանի վրա այդ հարցակվի ասում էի արի մի հատ խփեմ։ Լրիվ գանդիլա, գելիս ես նայում ես։ Ոնց որ բան են Մալիրովնի վեդրոների բան ռուշկա լինի, էլի իր կազմվածքով։ Այն որ կա չէ փեդից ռուշկա։ Հենց այս եթերը գցեմ YouTube, ամոթ տեսուտ եմ ասում, մի մասը գրելու է Քոչարյանի, դու Քոչարյանական ես, մի մասը գրելու է դու Սերժական ես։ Առանց հասկանալու ես հիմնական խոսալուս իմաստը որն է, թեման որն է։ Որ ես էլ կարամ չսիրեմ կաթողիկոսին որպես անհատականություն, բայց ես իմ եկեղեցուն թույլ չեմ տա, որ դուք պախարակեք, խայտարակեք մեզ մի ողջ հերթական անգամ որպես ազգ, որպես պետություն։ Բայց կան, չէ՞ սենց։ Այն որ ասում է քուխլինք են համովա, դու ես ուտեմ, վայ թե համովա, սկսի իմ ուղեղն աշխատել։ Էտա կանը, չէ՞։ Վագոններով լցված են ընդ, որ ունի մեհոքել կար, թողեմ քո արև, եսի քեզ քիշե, էլի։ Իր էջի անունը YouTube-յան գրել է ռուսերեն տարերով նոր էջ, մտել եմ էջը, ունի 18 հատ պատպիսչիկ, 5 հատ վիդեո, անձի մտե գրե դալբայոb։ Ճոգես։ Մեկ ասի այդ կոմենտը սենց դաբրոտան մտնի YouTube, ժողովուրդը հանվեն սեն շոտլանդական այդ բաների պես, Վիլյան Վոլոսների պես, կան նստեն սրա բենին, մեկ էլ ասի լավ էլի, թոյթա իրա շարով աբրի, կունեմ սրա տեսակը։ 18 հատ պատպիսչիկ ունի, ասմա 6-ը իրա տնեցիք են։ Են մնացածն էլ 12 հոգի ես իմով են, էլի։ Կողից կշտից ասում հարևաններին ասել է պատպիսացել եք։ Ես 5 հատ վիդեո ունեմ YouTube-ում։ Ես չեմ ասում, ես լավ բաներ եմ խոսում, ճիշտ բաներ եմ խոսում, բայց եթե ես սխալ բաներ խոսամ, ժողովրդի սրտից չխոսամ, ոչ մեկ չի գա իմ պատպիսկալի իմ էջին։ Այ այդքան է ձեր մտածելակերպը։ Այ կուլտուրական դոցենտներ, այ ձեր կուլտուրականությունը քունեց իմ հայկական մենթալիտետի մաման։ Մենք քֆուր չենք անում, մենք նստում ենք այդ միկրոֆոնի դեմ, այսպես պաշ արժուններով, ոնց էլ խոսեմ այդ պատմում ենք ինչ-որ իրադարձություն, այսենց, բայց ընդ թուրքը գալու է հայերին մորթելով մտնում է Սյունիք, Ջերմուկ, ես կուլտուրական եմ, նստած եմ Վլադիվաստոկի եսի որ քաղաքում, քաղքենի պորնիկները, կուլտուրական են իրանք, էլ եմ կրկնեմ, կաթողիկոսը պետք է չզերբակալվի, կաթողիկոսը պետք է չհետակալանքի, Հայաստանի ոչ մի իրավապահ ուժ իրավական, ոչ մի բարոյական իրավունք չունի մտնի վեհարան կաթողիկոսին ձերբակալի ողջ աշխարհի աչքի առաջ։ Այս խնդրանք դիմումը, խնդրանք հորդորը դիմում եմ հաուքանի կուսակցությանը։ Այն որ կան, չես մտնում են ազդեցիկ վիդեո են նկարում, ազդեցիկ դեմքով։ Տակնել կերպ են մաքսիմալ տարածեք։ Այ խեռախորոպների կռուպա։ 6 հատ ասма բանը, կուսակցություն են բացել 600 հոգով 150 իրա տնեցիք են։ Կուսակցություն են բացել։ Այդ ձեր տարաձայնությունները, որոնք իմ համար
ունեն պուպուլիկի աղվամազի արժեք, իմ համար կոնկրետ, դնեմ եք մի կողմ։ Դաշնակներ, հանրապետականներ, Հայաստան դաշինքի անդամներ, չգիտեմ, որ ասում են Քոչարյանականներ, Սերժականներ, Արթուր Վանեցյանականներ, Վարդան Ղուկասյանականներ, Ժիրայր Սեֆիլյանականներ, հայեր, մի գաղափարի շուրջ ու չեք թողում այս բոզի տղեն աշխարհով մեկ մեզ եւս մեկ անգամ խայտարակի։ Եթե դուք հայ եք, եթե դուք պետք է թաք ձեր քաղաքական դիվիդենդների հետևից, ես կտամ ձեզ մի քանի դիվիդենդ, կանեմ խար խայտարակ։ Ինչ եթե ես կարում եմ անեմ։ Երևի այսքանը։ Ես հելա իմ գործերով, մեկ էլ մեկ գլխացավի դեղ խմեմ։